Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, արգելելով ասիական, աֆրիկյան, լատինաամերիկյան 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Ըստ Սպիտակ տան չի թույլատրվում Աֆղանստանի, Մյանմարի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար։ Արգելքը ուժի մեջ կմտնի մայիսի 9-ից։ Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ հրադադար Գազայի հատվածում։ Միացյալ Նահանգները անվտանգության խորհրդի միակ երկիրն է, որը չի աջակցել բանաձևին։ Բանաձևը կոչ է անում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի հաստատմանը Գազայում, որը կհարգվի բոլոր կողմերի կողմից, ինչպես նաև ազատ արձակել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանիներին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը տևել է մոտ 1 ժամ 15 րոպե։ Մենք քննարկեցինք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի կայանված ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումները։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսով խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ Էրդողանը և Փեզեշքյանը զրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Բաքվի Աբշերոնի շրջանի գյուղերից մեկում հետաքննություն է ընթանում այնտեղ գտնվող լճում ձկների զանգվածային անկման դեպքի կապակցությամբ։ Սիրիայի համար ռազմական օդանավակայանում պայթյուններ են լսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իտալիայի Վիտերբո քաղաքում այրվել է համալսարանի կորպուսներից մեկը, հրդեհախիտ ծխի մեծ ամպ է արտանետել, կրակը տարածվել է մի շենքում, որտեղ կան լաբորատորիաներ և հարյուրավոր լիտր դյուրավառ նյութերի պահեստային տարածք։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։